հայրերի մեր աշխարհից Այս նշանակ սուրբաչից ես սուրբավե գալանած եմ անդուրս մորի անվանդոր եմ որդոր եմ որդույս եմ այս եմ իշև ավիդյան սադիլերի ամեն ալելույա 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 ամեն այդել Հայ հորիզոն ցեզի հետ է այսօր ըստ ավանդության Սուրբ Հակոբ առաջնորդանի Մայր եկեղեցվո շրջափակեն ներս քիչ առաջ վերջ կդավ հոմենիտմենի գազմագերբած Հայաստանի Հանրապետության անկախության 108-րդ տարեդարձին նվիրված անկախության դողանցքը խիտ շարքերով եկած էին սկաուտները Մոնրեալի եւ Լավալի մասնաճյուղերեն եկեք միասնաբար վայելենք այս բոլորը Ազատությունը չի դրվիր, ազատությունը ցերկ կբերվի, պայքարով, ոգիով, հաղթանակի տեսլականով, այս է հուշարարը մայիս 28-ի, մայիս 28-ը կուգա այսօր մեզի հիշեցնելու, որ մենք դեր ըլլանք
մեր արժեքներուն, դերը լանք մեր հոգևոր եւ մտավոր սրբություններուն, դերը լանք մեր խորհրդանիշներուն, մեր քաղաքապարախոսության, ոչ ոք իրավունք ունի, այսպես արագ, հպանցիկ եւ աժանգերբով այդ խորհրդանիշները եղծելու, կատարելու, պետականության խորհրդանիշը, թրոշը, բանակի խորհրդանիշը, ոչ ոք իրավունք ունի այդ խորհրդանիշները փոխելու։ Մենք դերը պետք է լանք մեր իրավունքներուն, մենք դերը պետք է լանք մեր սրբություններուն եւ խորհրդանիշներուն, ինչպես 108 տարիներ վեր մենք կհամախմբվենք եւ այս բարաբանց տոնը միասին կնշենք հանուն վաղվան պայքարին, հանուն վաղվան հաղթանակին, հանուն վաղվան մեծ տեսլականին, ազատ, անգախ, ամբողջական Հայաստանին։ Այս է մեր տեսիլքը, այս է մեր երազը եւ այս է ոգին, ոչ ոք այդ ոգին մեզ մեխլե, այդ ոգիով մենք պիտի շարունակենք մեր պայքարը բոլոր մագարտակներու վրա, բոլոր ասպարեզներու մեջ Հայաստան եւ Սփյուռք։ Քույրեր, եղբայրներ ու երիտասարդներ, երբ դուք այսօր գքայլեք Մոնրեալի փողոցներուն վրա, դուք կցուցադրեք, որ հայ ժողովրդի ոգին սահմաններ չճանչնար։ Մայիս 28-ի հաղթանակը միայն Հայաստանի մեջ չմնաց, ան դարձավ պատասխանատվություն բոլոր հայերուն համար։ Ուր որալ գտնվենք։ Այսօր ձեր ներկայությամբ, ձեր ցայնով եւ ձեր միությամբ դուք կապացուցեք, որ այդ ոգին դագավին գաբրի։ Արբի, արևը ձակեցավ վերջապես։ Վերջապես, փախտավոր ենք։ Ամբողջ օրը վախցանք, որ անցրե պիտի կար, բայց կարծես թե վերեն մեզի հետ էր Աստված։ Ուրեմն ինչ ունի սսելիք այս տարվա մայիս 28-ի ցերնարգինաս արարողության մասին։ Ինչպես խոսքիս մեջ է, մայիս 28-ը գերդենք միասին, միասնական ուժով, ուրեմն գազագերբչական կետնով աս ցերնարգը փորձեցինք հաջողացնել գազագերբելով միասին։ Բավական ուժեր կան հոս, գոմիդենգա, երիտասարդականագա, հոմենագա, կալդարի բիտ փորձենք մյուս միությունները ներառել մեր աշխատանքին մեջը, որ աս ցերնարգը քիչ ավելի շփումը ստանա, որտեղ բոլորից կպատկանի ճիշտ։ Հագարականոր, որ բոլոր միությունները մաս կազմեցին Դողանցկին։ Այո, Դողանցկին մեր գիտեք ինչպես կսվի ամեն տարի, մեր ավանդական Դողանցկն է, տարեկան մեր Դողանցկն է, բայց ցերնարգը մայիս 28-ը հայ ժողովրդին համար է անշուշտ։ Ձեր բացկամը անկախության տոնին արծիվ։ Որ երիտասարդները կան եւ միանան եւ չփոխանցվի իրենց շարունակեն աշխատանքը եւ ճանաչումը իսկապես հբարդանալի ճանաչումն է մայիս 28-ը հայ ազգին համար։ Շատ շնորհակալ ենք ձեր վարձքը գադար։ Մերսի Թամար։ Աստարի որպես կորձոն մասնաճյուղ մենք ալ մեր ներկայությունը բերենք, մեծ տիվով սկաուտներ ունեինք, մարզիկներ, ֆանֆարի մեջ մեր աշխատանքը դարինք եւ կարծեմ թե աս մեծ տիվը կպաստե որ Սփյուռքի մեջ դեր մենք կանք պիտի կոյադևենք եւ գշնորհավորեմ մեր մայիս 28-ն որ 108 տարի է մենք կոյադևենք եւ ասկեվերջալ հուսամ շատ ավելի հարաճ եւ լավ օրեր պիտի տեսնանք։ Ասե պատկամս Շատ շնորհակալ ենք, ցեզի հաջողություն կմաղթենք։ Հաջողություն կհայտնենք։ Բոլորին ալ շնորհավորեմ մայիս 28-ին։
Գիտենք որ մայիս 28-ի այս ավանդական դողանցքը մեր քաղաքին Քեբեկի, Լավալի, Մորեալի մասնաճյուղերուն հոմենի ասենք ամենակակատնագետ ծերնագն է որ մարզիկ սկաուտ ֆանֆար գամախմբի ինչպես նաև այլ երդասարությունը բադանեգան կեմական մեր քույր միությունները եւ ինչպես խոսքերու մեջ ասվեցավ մեր ներկայությունը չէ միան այլ ասիկա մեր գաբն է հայրենիքին հետ որ աբացույց է որ սփյուռքի մեջ ալ հայրենիքի ադմայիս 28-ի խորհրդանիշը 100 տարիներ հետո չի մորցվին եւ սփյուռքի մեր երդասարությունը կշարունակի ըստ իս պատկամը եթե ունենամն է մեր երդասարներուն այն է որ այդ պատկանելիության զգացումը մանավանդ հայրենիքին հետ ինչ որ լա քաղաքական ներասկային պայմանները չգործընծեն եւ միշտ բարբային Շատ շնորհակալ ենք շնորհակալ եմ Թամար Սիրելի սկաուտներ, մարզիկներ եւ հարգելի ներկաներ։ Այսօր դուք քալեցիք գարկով միասին նույն տրոշինդակ։ Շատերուն համար այս մեկը գրնա թվիլ որպես սովորական անարողություն, բայց իրականության մեջ ասկերը այսպես կշարունակվին։ Այս քայլերը միան քայլեր չէին, անոնք շարունակություն են այն պայքարին որ սերունդներ մեզ մե առաջ մղեցին, չհուսահատելով և չհանձնվելով։ Ուզեցիք քիչ ավելի խանդավառել մայիս 28-ը, դալ իրեն քիչ ավելի իր գարքին ավելի ջոխացնել և ժողովուրդը բահել մեր փագեններ։ Գուսանք որ աբակային ավելի գրնանք զարգացնել, բարելավել։ Բայց քալով պատկամին ուզեմ քիչ ավելի մեկ քայլ ետև առնել և ասել որ պատկամը ապրիլ 24-ը եթե մեզի այդ պատկամը գուտա որ մենք պետք է հիշենք ուրեմն մայիս 28-ը այդ պատկամն է որ պետք չէ հանձնվենք եւ մեր գոմիդեություններու պատկամը մեկատներ այս տարի մեր քուրմիություններուն եւ մեր ժողովրդին որ այդ մեկատը գարենանք մեր գամքը մեր հայկական գամքը բահել զորացնել եւ շարունակական ծևով փոխանցել երդասարտության Եվ շատ լավ գործ կնե այդ կողմեն ամբողջ ասենք հայ գետրոնը իր բոլոր միություններով գշնորհավորենք անկախության տոնը եւ հաջողություն կմաղթենք ձեզի։ Մերսի։ Շնորհավոր մայիս 28։ Ավանդական այս տոնը այժմեական է ադիմաստով որ ներկա գացությունը Հայաստանի կվերակրենք ինչպեսին էր 1918-ին առաջ։ Ճակատագրական մեկ քայլն է այսօրվա խորհուրդը պատկամը միայն պատկամ չէ, այլ նաև վաղվա մեր գամքի առաջնահերթությունը, որպեսզի ազատագրվի Հայաստանը վերջապես իր թրքական վիլայետ դառնալ է։ Այս է այսօրվանը ժողովուրդը այսօր կմասնակցի գիտակցաբար, թե անցյալի զոհաբերությունը բարաբիջ չէ, այլ նաև ներկան գերդելու իմաստով անպայման եթե ուխտ մնե եւ ժողովուրդը լավ գիտակցի դարձյալ որ այսօր պայման է Հայաստանը ազատագրել ներկա վիճակեն։ Շատ շնորհակալ ենք ընկեր Հրայր։ Նմանապես ենք։ Ազդողանցները մեզի մեր սերունդներուն, մեր բադանիներուն, երդասարտներուն կհիշեցնեն այն ժառանգը, որ մենք ունեցած ենք մեր նախնիներեն։ Կհիշենք մեր սև օրերը, բայց նաև պետք է տոնենք մեր հաղթանակները եւ այդ հաղթանակի ոգին այսօր շատ ավելի քան առաջ պետք է վերհիշենք, որ մենք հաղթանակ երդած ժողովուրդ ենք եւ պետք է հուսախապենք։ Արցախը հաղթանակած ենք, մայիս 28-ն հաղթանակած ենք եւ այդ ոգիով պետք է մեր աշխատանքները առաջ տանենք։ Ադորամար կարևոր է որ նոր սերունդը հիշե, որ մենք մենակ սև վեճեր չունենք, բայց հաղթանակ երդող ժողովուրդ ալենք։ Շատ գեղեցիկ ծևով սիգբատկամը մանավանդ յետևի երգը հայեր միացեք Արցախը մեզ է կանչում։ Այո, շատ շնորհակալ ենք հաջողություն։ Իսկ այժմ տեղի կունենա արարողություններեն յետք աս ընտանեկան չեր մթնոլորտը խաղերով, ջաշերով եւ շատ հաճելի մթնոլորտով։
Միացեք մեզի։ Բարև Արամ։ Բարև, Արամ, թուն գիտես Արամը ով էր, ինչու քո անունդ Արամ է։ որովհետև Հայաստանի առաջին ղեկավարն է, Եվ ինչ էր իր անունը։ Արամ Մանուկյան։ Աբրիս, ինչ ունի սսելիք մեր ժողովրդին։ Շնորհավոր մայիս 28։ Մերսի Արամ, շատ մերսի։ Եղբայր Կորնելիուս, ինչպես եք այսօր։ Հոյագապ ինչ այսօր կտեսնակ կոր դակե օտո օգնեց պարկասզո ասված մեր աղոտները լսեց եւ ասկազմագերբությունը որերին այսօր վերջապես մանուկները ամեն մարդ մեր հայկաուտը բարեպախտապար գրնագոր Հադուք հանցախում մգենտան տրեմարացեիք ուդելիքներուն համար։ միան ուդելիքներուն համար չէ այս տարի փորձեցինք քիչիկ փոփոխություն բերել ամեն տարի միան ուդելիք կլար սոսինք թե որ այս տարի փոխենք քիչմը ուդելիքները քիչիկ ավելի ջոխացնենք ինչ այսօր կտեսնակ կոր առավել լման ֆեստիվիտի քերմեսի կապարով Bouncy Castles, Games, Raffles, ամեն տեսակի բաներ մեջտեղ բերինք։ Այո եւ զադեն հասնախումբ մգազմեցինք 4-5 հոգինոց հասնախումբներ եւ այսօր արդյուն կգտեսնանք կոր պարկասզո մինչե հիմա քեզ չէ։ Այո, շատ շնորհակալ ենք ձեր ված կգադար։ Մերսի շատ ծերալ։ Ինչ պատրաստած եք այսօր։ Հիմա մեր կովը խեմայի սանդուիչ ունենք եւ հավի սանդուիչ կդանք կորամի մարդը։ Եվ ինչպես կընթանագոր։ Դա լավ բավական թյուրին սիստեմը գլագոր ոստեղը։ Շատ անկիս կերտագոր։ Եվ ժամը քանի են իվեր դուք այս պատրաստություններուն սկսակ։ Ասի արդուգանուխեն իվեր ժամինեն։ Լավ է, հիմա ուրեն է կամաց կերտանք կոր։ Շատ շնորհակալ ենք ձեր ված կգադար։ Թերջամփա ունինք բիտ հասնինք սասուն, կաչերի հողը մեզ է սպասում։ Թող այս մայիս 28-ի անկախության տոնը հայ ժողովրդին համար դառնա իր անգոդրում գամքի, ազգային միասնության եւ վերանորոգման ուխտի խորհրդանշական օրը։ Ձեր բոլորին մայիս 28-ի Հայաստանի Հանրապետության անկախության տոնը շնորհավոր։ Բարև ձեզ, Հայ Հորիզոն ցեզի հետ է այսօր Մոնտրեալի Հայ Գետրոնի Ավեդիս Ահարոնյան սրահեններս։ Այսօր հոսդեղի ունեցավ համասկային Քեբեկի սանահին մասնաճյուղի քրական հանձնախումբի համագործակցաբար Փակին բարբերացերցի գազմագերբած քրական ցերնարկը։ Հանդիպումը Ֆրանսիայեն հատկապես հրավիրված քրող մտավորական Գրիգոր Բլդյանին հետ զրուցավարությամբ Ռաֆի Աջեմյանի։ Ցերնարգի սկիզբը ցուցադրությունը կատարվեցավ Ժասմին Ղազարյանի «Բարդեզը որ քեզ երազեց» ֆիլմին։ Եկեք միասնապար հետևենք օրվա հայդակրին, ինչպես նաև մեր հարցազրույցներուն։ Այս մեկը մեր դարաշրջանի վերջին քրական միջոցառումն է։
եւ դարին կավարտենք բարձունքի վրա շնորհիվ մեր այսօրվա հյուրին Գրիգոր Բլեդյան։ Երբ որ ունիմ 3 գիներ, ոնք պապասելու դրաստին, չէ, պապասել է դակրական չէ, չէ, թեքը հիադալի արի բրեն որբեսի ուրիշները ճանշած։ Ինչպես այդ 3 կերպարներ պիտի շարժին եւ ինչպես անպես պիտի լա ընթերցո պիտի մեկը մյուսը շարժումներ, ոչ թե մեկին վրա պիտի կենտրոնանան, այդ 3-ին։ Ուրեմն կու նախատասությունը պետք է դառնա չափազանց շարժում եւ դինամիկ։ Հիմա ասիգա աշխատանք կենտրոնը, քանի որ կամերամն է, որ ատադար դառնան, որ երկու նախատասությունը այդ կամերային թերը կգտա։ Այսինքն դողին մեջ պետք է պատահի, ինչ որ դողը գսենք։ Սոնյա գրնամ երևակայել, որ այս մեկը շատ բացառիկ առիթմն էր, Պակինին հետ ընդհանրապես միշտ աշխատակցած է Գրիգոր Բլեդյանը եւ այսօր գենթանի իր ներկայությունը հոս Մոնտրեալի մեջ այս ցերնարգին ինչպիսի արժեք կներկայացներ։ Կգարձեմ, որ ընդհանրապես Գրիգորը ունենալը մեր մեջ եւ զինք լսելը մեծ հարստություն եւ հբարդություն է։ Նախ շատ ուրախ եմ, որ Գրիգորը այստեղ է։ Շատ ուրախ եմ, որ ընդունեց մեր հրավերը եւ ժամանեց Մոնրեալ, 10 տարի էր զինք չէինք վայելած Մոնրեալի մեջ։ Ամեն անգամ երբ որ գուքա Գրիգորը մեզ կհարստացնե ոչ միայն իր քրագանությամբ, այլ նաև իր մտքերով, արդահայտած մտքերով, մեզի մտածել գուտա դարբեր թեմաներու մասին եւ կգարձեմ, որ Մոնրեալահայության համար այս մեկը յուրահատուկ առիթմն է, որբեսի շփվի աբրող քրողի հետ եւ գարձիկ փոխանագեն, ինչպես նաեւ սնվի անգե, այսինքն քաղե անգե, ինչ որ ինքը պետք ունի ինձ ինքը հարստացնելու համար։ Իսկ ինչ ունիս սելիկ Պակինի մեջ իր ներդրումի մասին։ Գիտեք 2016-ին, երբ որ ես Պակինի խմբակիր նշանակվեցա Գերտոնական վարչության կողմէ, առաջին բանը որ ըրի Գրիգոր Բլեդյանի նվիրված բացառիկը հրադարագեցի, շատ համարձակ քայլ մներ կգարձեմ այն ժամանակ, թե գվախնայի, թե հբարդեի անշուշտ, բայց կգարձեմ, որ այդ մեկը արդեն շատ բան գսե, ինչու հատ քայլին թիմեցի, որտեվ գուզեի այդ աշխատանքը, որը ստանցնեցի Պակինեներս, սկսի Գրիգորով, որտեվ գուզեի Գրիգորին մտածողությունը բերել Պակին, որտեվ երկար տարիներ ինքը Պակինի չէր աշխատակցեր եւ շատ ուրախ եմ ասելու, որ այժմ մեր աշխատագիծն է, Պակինի աշխատագիծն է եւ ես շատ բան կսորվիմ իր մե ամեն անգամ, երբ որ իր քրուչումները կգարտամ կամ իր հետը կխորհրդակցիմ քրուչյանը մասին կամ քրուչյանը միասին կվերլուծենք, իր ներկայությունը ոչ միայն իր քրուչությամբ է, իր քրուչումներով է Պակինի մեջ, այլ նաև իր հետ խոսելով այդ քրուչումներու մասին։ Ուրեմն այդ մեկը կգարձեմ, որ Պակինի համար մեծ հբարդություն է։ Շատ շնորհակալ ենք ձեր գարձիկին համար։ Շնորհակալություն Թամար։ Ինձ ապարքրելը միշտ ավանտյուր է, այսինքն արկածախնդրություն է պետք է լավ։ Այսինքն պետք է դες բաներ ոչ է սրա։ Եթե նույն բանը պիտի գտնես ամեն կետնի վրա, հետա կրական չէ, առաջին ծանտրացողը ես կլավ։ Հետո, օրինակ, առաջին գիրքը տեղատություն կա տվող քաղաքի համար, չէ, էջատրումի խնդիրներն երբեք նորեն չկրեցի այդպես։ Այսինքն գրնայինն է, բայց այնտեղ պետք չի գա, սպարեցիր արդեն գարելիություններ այդ ձևով գրելու, անցիր ուրիշ բան, թյուրում չէ։ Այդ հետո նաև թեման կա, երբ որ թեման քեզ կմղե որոշ արկածախնդրական բաներում պիտի գնեմ, պիտի ես կսկսեի, ինչ-որ ֆիլմի մեջ կսեմ, թոնալիտեն չէի գտնել գոհ։ Այդ նախատասությունը, որ քեզ դանի։ Եվ ուրեմն այդ թոնալիտեն ինձու ամարտարի, որ է, ընթերցողը չեմ գիտեր դեսկական ոչ, բայց ադիկա ցին կպրնեն։ Ռաֆի, մենք այսօր վայելեցինք ձեր զրույցը, շատ մդերմիկ զրույց մներ եւ անիչ որ մեր մտքեն գանցներ արդեն տուն հարցումներով լուսապանեցիր մեզի։ Այսօրվա հայկական քրագանության մեջ ինչպիսի արժեք է Գրիգոր Բլեդյանը։ Լավ հարցում է, Գրիգորը մնայուն արժեքն է մեր քրագանության եւ հավանաբար մեծակույնը իմ գարձիկով սկոնե։ Ես շատ բան սորված եմ իր մե, 30 տարվան ընթերցողն եմ իր գիրքերուն։ Եվ հետաքրքրան ինչ է Գրիգորին հետ, գիտես, մեկ քրող չէ։ Արցակ գրած է,
բանասերություն գրած է եւ գրե եւ ուսումնասիրություններ ամենս որ գարձես թե 3 քրող 1 քրողի մեջ է եւ գտեսնես արտադրության քանակին մեջ ինչպես կնա դիգա չեմ գիտեր բայց մենք բախտավոր ենք որ Գրիգորի մեզ քրողը հայտնվեցավ վերջին 50 տարին եւ հարստացուց մեր ոչ թե միայն քրագանությունը գիտես քրագանությունը պետք է քեզի քուհայելի դառնա այլապես քեզի այդ գապ չունի անցյալի մեջ կմնա Գրիգորին կորձի մեջ ընթերցողը ինքին կդեսնի ինք իր վայրը կդեսնի ադեն at բադումներու at մեծ հայտնությունը ադե որ մեկին մեկ վայրը կստեղծվի քիրով վայրը կստեղծվի բացարիք երևույթ է եւ ասիկա բանչե տուրիստիկ նկարագրություն չէ գենտանի վայրն է որ քիրքերու մեջն է բայց գարձես թե ինքն իրեն կոյություն ունի եւ թունանորդ կապունիս եւ գսիստուն քեզի դեսնել այդ վայրին մեջ ինքսինքդ ալ գտնես, որտեվ նկատի առնելով իր ցանկի, ասենք անցյալը Լիբանանի մեջ որաբրած է, Ֆրանսա եւ այլն, Ռաֆի այսօրվա ցերնարգի մասին ընդհանրապես ինչ էր ցեր գարձիկը համասկայնին եւ Փակինի համագործակցության մասին։ Օ շատ լավ դուրս եկավ, լավ շատ սահուն գործակցություններ եւ ուրախ եմ որ լեցուն էր սրա, ամենս որ ասանք երեգոներ միշտ պետք է ունենանք, չէ՞, հաճելի է։ Շատ բախտավոր ենք այդ կողմը իսկապես։ Շատ շնորհակալ ենք եւ վարձ կդկադար։ Շնորհակալություն ձեզի։ Բարև Բարոն Բլդյան, բարի եկած եք Մոնտրեալ։ Բարև, այո։ Լավ է։ Բարոն Բլդյան, գարձեմ ձեր վերջին այցելություն արդեն 10 տարի եղած է, այդպես չէ։ Այո, 11 ասենք, այո։ Եվ ձեզի համար ամեն անգամ Մոնտրեալ գալը ինչ կնշանակի։ Բազմաթիվ պատճառներ ունի Մոնտրեալ գալու մեկ կողմը ընդանեկան, մյուս կողմը նաև ամենքին այդ շփումի ծեփ մնաց ընդհանրապես, որովհետև այստեղ բաներ կստեղծեք, հետո զիս կհրավիրեք, քրողներ, մտավորականներ եւ այդ մթնոլորտը, հետաքրքրական մթնոլորտ մնա, ամեն դեղադիկա չկա։ Մանավանդ Սփյուռքի մեջ։ Սփյուռքի մեջ, այո, Հայաստանի մեջ էլ անպայմանադիկա չկա։ Մեզի համար ցել գուզեմ, բայց գտնան լալ։ Այո։ Ուրեմն այսօրվա ցերնարգին առաջին բաժինը հատկացուցած էինք վավերագրական ֆիլմին ցեր մասին, որ դակամին լույս չդեսած, բայց եթե գնանք շատ ամփոփ ձևով անդրադառնալ թե ինչ էր նպատակը այս ֆիլմի պատրաստության։ Քրիստիան Բատիկյանը, որ երիտասարդ գրող մնա եւ նաեւ ուսանող Փարիզի մեջ դες գբատրաստ հետո Յասմին որը նույնպես ուսանողուհի մնե, բայց որը տեխնիկ, ինչպես կսեն սինեմայով հետաքրքրվողներ, իրենք է որ ինձ առաջարկեցին այս ֆիլմը պատրաստել, երկու երիտասարդներ բամը կուզենանել ամենահիանալի բանն է որ ընտարաճել անոնց խնդրանքին եւ քանի հատիպումներ եղան խորքի մեջ երկար պնդդուկներ կոնե երկար շատ ժամանակ չեմ դրամատրած եւ այսպես քիչ մը հեղաստեղծական բան մգա իմպրովիզե բան մգա որ հաճելի է իսկապես հաճելի էր մանավանդ մեզի ավելի մոդեն ցանոթացուց ծեր միջավայրը ծեր աշխատած դեղը երգիրը ֆիլմին ընդմեջ են Բարոն Բլդյան, ուրեմն այսօր Ռաֆին զրուցավարը անդրադարձավ բավական մեծ թիվով, մեծ քանակով քիրքերու մասին, որոնց մասին յուրաքանչյուրին չգրցանք անշուշտ երկար անդրադառնալ, բայց եթե գրնանք մեզի, ասենք ամփոփ ձևով դեղեկացնել կամ մեր հերոստատիդեոներուն հետ բաժնել ծեր քրագան եւ հայկական քրագանության հանդեպ ունեցած սերը, երբ սկսած է եւ այս տարիներու ընթացքին ինչպես կարժևորեք սկսած եմ գրել ջեմարան քանի որ արած եմ եւ ուրեմն ջեմարանի մեջ քիչ չէ շատ մեզի գմողային որ գրենք Բարոն Մուշեղը Գրիգոր Շահինյանը ուրեմն այն շրջաններ երբ այսպես ջեմարանի լավագույն շրջանները մեկն էր այն դեն սկսած եմ գրել մոդանավորներ հետո անշուշտ շարունակեցի, քիչ մը Փակինի մեջ գրեցի, մանավանդ Ահեգանի մեջ գրեցի, անգե վերջ ուսանեցա, անշուշտ ամենակարևոր բաները մեկն էր, ինչպես ասի շնորհիվ Բարոն Վրացյանի օգնության, որը միշտ պիտի հիշեմ իսկապես, մարդ չէր գիտեր
ինձ հիշած էր, որ երբեք չսես, եւ քանի որ ինքը հիմա այլևս կարող չէ հագաստելու, ուրեմն գրնամ ասել, շատ բան գբարդին, բարոն Բրացյանին, այլապես համալսարանական կրթություն իրի չունենայի։ Համալսարանական կրթությունը մեր սերունդի քրողներուն համար կարևոր է։ Մենք է որ, այսինքն որոշ չափով մադիգա մեզ գզանազանեն նախկիններ են։ Նախկին քրողները համալսարանական կրթություն չեն ունեցած։ Եվ Վարուժանեն զատ ուրիշ քրող չկա, որ համալսարանկացած լավ, արիթո չունեին, կարելիությունն ալ չկար։ Մենք փախտ ունեցանք ադիգա ունելու շնորհիվ այսպես սպիրկի մեջ ավելի գայունացած վիճակի եւ այդ հնարավորություն շնորհիվ գծա Փարիզ եկալ, բայց միշտ շարունակեցի գրել այս անգամ գրեի քիչ մաստագին մեջ, քիչ հարաճին մեջ եւ շարունակեցի, այսինքն ինձ համար հայերենով գրելը շատ բնական բան եղավ։ Ֆրանսայի մեջ ապրիլը ինչպես եկավ ավելցնելու ձեր ասենք քրագանության կամ քրելու ցիրքին վրա, մանավանդ երբ որ հոն իբր ասենք կացածեիք ուսանելու եւ որոշեցիք հոն ապրիլ։ Ֆրանսան իմ չափազանց կարևոր փորձառություն մներ, ոչ միայն փորձառություն, այլ կյանքիս մաս կազմող իրականություն մներ, որտեղ պաստորեն ես ավելի շատ ապրած եմ Ֆրանսա, քան Լիբանան։ Լիբանան իմ ծննդյան երկիրս է, 22 տարեկան էի, մինչդեռ հիմա 60 տարի անցած է ատկե եւ ուրեմն բոլորովին գնամսել ֆրանսացի եմ, ֆրանսական ֆրանսերենը եւ հայերենը միասին եղած են միշտ իմ մտքիս մեջ, ֆիլմի մեջ արդեն այդ ուղղության բաղդանկությունը կա։ Երկու լեզուները միասին սպիրկյան վիճակ մներ, երկուության վիճակ մներ, բայց երկուությունը որում մասերը հաշտ են իրարու, ոչ թե անհաշտ։ Նախկին սերունդի բարակային միշտ այդ հագատրությունը գար այլին եւ եսին միջև իբր հագասական։ Մինչդեռ ինձ համար այդպես չէ։ Ֆրանսաց մեկ կողմը ֆրանսական գրթություն, պատրաստություն, մյուս կողմը հայկական իրար հագասեք չէ, մեկը մյուսին գրեթե մրցակցության մեջ է։ Հայերենի բարաբաշարը նույնը չէ։ Որքան որ երկու լեզուներով դիապետես, դեղմա երկու լեզուները չեն ամփոփել իրար։ Ամեն աշխարհ, ամեն տարբեր քույն մոնի, հայերենը ունի իր համամ, ֆրանսերենը ունի իր հնարավորությունները, ֆրանսերենը անուն հնարավորություններ ունի, հայերենը գտնվի նված, բայց հայերենը ունի իր նրբությունները։ Երկու լեզուներում, երբ որ գործածես, պետք է ընդունիս, որ մեկուն եւ մյուսին է բաներ կան, որ պիտի գործընծնես։ Գորուստի փորձառությունը էական փորձառությունն է, որը մաս կգազմե քրելու արարքին։ Դուք ասիք նաև որ միշտ ուսումնասիրություն գնեք, որ մեկ քիրքը քրել են առաջ, ինչպես կօգնի այդ մեկը։ Դիգա որտեղ համալսարանական գրթություն ունիմ, երբ որ պիտի քրեի օրինակ Բեյրութի մասին, ամենի առաջ կուզեի գտնել երբ ճիշտ ինչպես եկան, ինչպես եղավ այդ բնակության առաջին տարիները, ինչպես եղան, ինչ կար, շրջապատը ինչպես էր, որտեղ բոլորին դարբեր շրջապատ մներ, այսինքն կուզես գտնել ինչ կար։ Առանց այդ գիտության մարդոց վկայությունները, քանի որ մարդիկ երբ որ գխոսին, բավարար չէ ինքնին, որտեղ ադիգա զուտ փերանացի բադում է։ Թուն գուզես հաստատուն կեդինը, բայց անպայման հաստատուն կեդին բիճոք տակորձես, պետք է ադիգա քու մտքիդ մեջ լա, որպեսզի փերանացի բադումը կեդին մկտնե։ Ամեն մեկ իր պատմությունը ունի, նույնիսկ ամեն գրություն իր պատմությունը ունի, եւ ադիգա հետաքրքրական է, հատուկ կգտնվի նոթերուս մեջ, երբեմն, հետո դերերը, որտեղ երբեմն որոշ տեղերում մեջ կդարձին։ Մինչև օրս քանի քիրքեր հրատարակացեք։ Չեմ գիտեր, բավական 30-ն անցավ, կարծեմ։ Այո, 30 անցավ, բայց 3 տեսակի բաներ կան, մեկ կողմը բանասեզություններ, կան ուսումնասիրություններ, որոնք ստար
թիվ մը կգազմեն էչատիվի իմաստով եւ կան նաեւ բադումները անոնց միջև զանազան ուրիշ տեսակի բաներ կան գիտեք ես շատ հոդվածներ ալ գրած եմ սի արդեն ժուրնալիստ եղած եմ եւ ուրեմն ժուրնալիզմը բաներ կեն դատուրի այսինքն քրելու ոչ թե թյուրություն այլ վարժություն Ձեզի համար քրելը ձեր կյանքին մեջ ինչպիսի նշանակություն ունի այսին առանց քրելու գրնակ ապրիլ քրելը լալ է չքրելը համարժեք է չկանալու անհետանալու եւ ուրեմն բայց անպայման հետ ցկել չէ քրելը այսինքն հետ ցկելու համար չէ որ մարդ կքրե այլ լալու հիմա այսօր շրջաբադը տեսնելու կյանքի փորձառությունն է գրելը հայերենով ուրիշ բոլորին ուրիշ անգամ կստանա քանի որ հայերենով մենք աշխատ դարբեր ձևով կտեսնենք Վերջին հարցումս ներկա իրավիճակի մասին հայկական քրագանության հանդեպ այո Մոնտրեալի մեջ մենք ունենք Լևոնշանտ հայրենագիտական դասընթացները որբեսի միշտ վար բահենք հայկական քրագանությունը մանավանդ երիտասարդության մոտ այս օրերուս ուր գտնես մագարտակը մեր հայկական քրագանության հետևողներուն գիտեք մեծ անտարբերություն կա ադի արդյունք է անշուշտ ընկերային ցանցերու գոյության որոնք գմղեն շատ մոնտերցողներ թյուրին բաներու թյուրին միջոցներու քիրքը բոլոր մշակարականություններու մեջ բոլոր երկիրներու մեջ ինչպես կսեն գնահան չէ գսեն կամ իր ընթերցողներուն թիվը նվազած է բայց գտիմանան այսինքն քրոներ կշարունակեն գրել ընթերցողներ ալ կան որոնք համագարկային կերպով կգարտան բանաստեղծություն ասել է գարտացող չգագսվի բայց բանաստեղծությունը միշտ եղած է եւ միշտ ալ պիտի լան շուտ բայց ավելի սահմանափակ խումբերու մեջ կա բայց հետաքրքրություն ալ կա ես նշмарած եմ որ պաստորեն այս վերջին դարիներուն հաջող մարդիկ ինձ կթիմեն բանաստեղծություն կթարգմանեմ 15 օր առաջ նման երևույթ եղավ կինը Մոնտրեալեն չէի գիտեր որ Մոնտրեալ է եւ ուրեմն կթարգմանեի մեկ գործս ուրիշ անգլերեն ուրիշ լեզուներով հետաքրքրություն կա մշակույթներու միջև հարաբերությունները ստեղծելու շատ դրական է ասիկա բայց ասի միջազգային մասշտաբի չի ասնիր որտեղ մենք փոքր խոսողներու թիվը մեր մոտ կամ գարտացողներու թիվով քիչ է բայց ստեղծագործության կետնի վրա նվազ չէ կան ուրիշները նկատի առնելով մեր թիվը Բարոն Բլետյան միշտ բարի եկացեք Մոնտրեալ շատ շնորհակալ ենք այս արիթին համար ուրախ եմ շնորհակալություն Երկշաբաթյա ծրությամբ Հայ օգնության միության Լավալի Շուշի մասնաճյուղի վարչության ոսկյա դարիքի հանձնախումբը կգազմագերբե հadoop հավաքներ միադեղելու մեր դարեցները։ Այսօրվա հավաքը գզուկատիբի Հայաստանի Հանրապետության անկախության առաջին դարետարցին եւ այդ միտումով այսօր ներկաներուն փոխանցեցին նաեւ օրվան խորհուրդը։ Եկեք միասնապար վայելենք այս շատ գեղեցիկ ջաշ հավաքույթը։ Հանձնախումբի գազմագերված այս սցենարը գզուկատիվի հայ ժողովրդի հաղթանակի ասկային հպարտության
եւ վճռագահության Փարավանց Դոնին։ Բարև ընկերուի շողի։ Բարև ընկերուի համար ինչպես է։ Շատ լավ ընկերուի շողիկ այսօրվա մտնոլորտը այս սրահեն ներս դարբեր է գտնան գսել եւ այդ մեկը շնորհիվ ծեր հանցահումպին դարած այս հadoop աշխատանքին անկախության արծիվ ինչպես այս գաղափարը ծնա։ Շիդագ այս գաղափարը ընկերուիներով միասին խոսեցանք, որ այս անգամվա սեղանի ծածկոցները կոնե փոխենք, տրոշակներով շտկենք մեր հայ մայիս 28-ը դոնեն գսելով եւ շատ աղվոր անցավ, իսկապես շատ աղվոր ինչ ունի սսելիք օրվա նվիրադուի մասին։ Ընկերուին նորան ուզեց իր գեսուր մորը հոգեջաշմը բադնել, մենք ալ սիրով ընդունեցինք, իրարու հետ խոսեցանք, ուրեմն գեսուր մայրը ինքը ընկերուի, վաստակավոր ընկերուի եսեմ, Մարի Հացակորցյան, իր հոգին հիշադակ ուզեցին անել իր զավակին հետ այսիկն Իբր հոմագաններ հարկ է որ հարկենք մեզ մեհավեն փաշնվող ընկերուիներուն, որոնք մեծ արժեքներ ցկած են իրենց հետև։ Այնպես որ ընկերուի Մարի Աստված հոգիտ լուսավոր է, նույնպես ալ նորա, որ իսկապես աղջիկը դարձավ Մարիին, որով աղջիկ զավակ չունեցավ, եւ գմախտեմ որ շատ ընկերուիներ ասնիելուն արժեքներով ապրին եւ այդպես անվեշ տան իրենց կյանքին։ Շատ ուրախ ենք եւ շատ աղվոր օր զադեցինք մենք։ Այո, լավ զուգատիվություն մնա։ Ճիշտ։ Իսկ հանցնախումբը այսօր ինչպես որոշեց ջաշերը, ինչպես ընթացավ աշխատանքը։ Մենք միշտ այսի ժողով գնենք եւ այդ ժողովին անպայման կորոշենք ինչ որ պիտի անենք, ինչ որ ջաշ պիտի անենք, ամեն տեսակետով եւ ամեն մեկը քնումները գնե, գփաշդվի քնումները Եվ ուրեմն երկու շաբթի կսկսենք ջաշերը պատրաստել եւ երեք շաբթի եպենք, ինչպես որ գտեսես հիմա ջրաչան ընկերուիներս, ինչպես կաշխատին ամեն տեսակետով։ Իսկապես, այո, մենք ալ հբարդենք եւ շատ ուրախ ենք, որ այսպիսի հանցնախումբ մկոյություն ունի, որ կհավաքի բոլոր դարեցները երկշաբաթյա ծրությամբ։ Եվ շատ ուրախությամբ հավատացեք։ Ձեր վարձքը գադ։ Մերսի շատ շնորհակալ եմ ընկերուհիդ համար։ Մայիս 28 իրականացավ հայ ժողովրդի զավակներու հայրենասիրությամբ եւ զոհաբերությամբ։ Նվիրյալ ղեկավարներուն երկարաշնունչ պայքարին եւ հայկական բանակի խոհեմ եւ վճռական գեցվածքին շնորհիվ։ Այդ օր ծնունդ արավ ազատ անկախ Հայաստանի Հանրապետությունը։ Նվեր չդրվեցավ մեզի, այլ հայ ժողովուրդը ձեր պերազային բայկարով անհավասար ու արյունոտ հերոսական ֆեդայական գրիվներով։ Եվ այսպես մայիս 2018-ին հռչակվեցավ Հայաստանի անկախությունը։ Արամ Մանուկյան հռչակվեցավ առաջին հանրապետության նախագահ, հայկական բանակի իսպարապետ նշանակվեցավ Թովմաս Նազարբեկյան, անոր օգնական զորավարներ Սիրիկյան, Պիրունյան և Ստրո։ Արյունից ծորած երիս մի գարմիր, երկինքից պոկված գդոր մի գաբույտ, հասուն հասկերի շոն արանչակույն և 6 տարերի վրա թրոշ երակույն։ Շնորհավոր բոլորիս մայիս 28-ը։ Գամզենքով բարգությունը ստանանք, գրվելով բարգենք հայրենի, այս միտ ունեցողը թողքա, գրվելով բարգենք հայրենի, այս միտ ունեցողը թողքա, Սովորաբար ոսկյա դարիք հանձնախումբը իր երկշաբաթյա ցերնակներու մեջ ասկային դոները եւ արժեք ունեցող դոները գհուշե։ Այսօր զուգատիվեցավ իրենց ցերնարգը Հայաստանի առաջին անկախության հռչակման դոնին հետ եւ իրենք շատ ուրախությամբ զարդարեցին սրահը, ինչպես որ գտեսնեք, թրոշակներով, երակույն ծածկոցներով եւ ուզեցին հրավիրել երկիչ Կոկո Թութունչյանը, որ խանդավառ է այսօր իր ջող հեղափոխական երգերով։ Վարչությունը ինչ ունի սելիք իրենց տարած աշխատանքին մասին։ Ես անձնապես հատուկ շնորհակալություն կհայտնեմ ոսկյա դարիք հանձնախումբի յուրաքանչյուր անդամին։ Իրապես որ իրենց անսագարկ նվիրումը
խոսքով չեմ գնալ բացատրել, որովհետև մեծ աշխատանք կդանին։ Այսօր ահագին ջաշեր պատրաստել, ինչպես որ գտեսնեք, սրահը լեցուն է, 80-ն ավելի մարդ կա այսօր եկած եւ ասոնց սպասարկելը եւ դակ ծևով ջաշը հասցնելը մեծ աշխատանք է, որ քնահանդանքի արժանի է։ Շատ շնորհակալ ենք ձեր բոլորին բարձ կգադար։ Ընտրեմ քեզի շնորհակալ։ Սիրված վիտրինի ամփոփվեդայի, սիրուն ամփոփվեդայի, գրինգ ամփոփվեդայի, մոտ բանդերում բանչված ընգեր, սուրտան ճանքիտ մենք մադամ, հուրա, 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 Kaçmıştı sure çok şoğa, hura, hura, hura. Kaçmıştı sure çok şoğa. Բարև ձեզ, ձեզի հետ է Թամար Շահինյանը եւ ձեզի գմիանամ Հայ օգնության միության համաշխարհային 9-րդ նավաբդույթեն դեպի Ասիա գտնվի Royal Caribbean-ի Ovation of the Seas նավուն վրա։ Մաս կգազմեմ Հայ օգնության միության կենտրոնական վարչության քարոզչական հանձնախումբին եւ իմ բարդականությունս է այս նավաբդույթի ընթացքին հաղորդումներ պատրաստել եւ դեսահոլովակները զետեղել Facebook-ի եւ Instagram-ի Հայ օգնության միության էջին վրա։ Շատ ուրախ եմ, որ դասնյակ հազարներով այս անցնող շաբթվա ընթացքին մեզի կհետևիք։ Երևույթը, որ մեզի կքաչալեր է, որովհետեւ շարունակենք մեր աշխատանքը։ Այսօր երրորդ օրն է նավաբդույթին, ազատ օր է, եւ մենք շատ հետաքրքիր ենք գտնալու թե մեր նավաբդույթի մասնակիցները ինչպես իրենք զբաղեցուցին այսօր։ Հետևեցեք ինձ։ Զմրուխ կարունքի շողեր են հակել, կարն անջամբով ես գանում երջանիկ, անուշ հայրենիք, քնքուշ հայրենիք, կարն անջամբով ես գնում երջանիկ, անուշ հայրենիք, քնքուշ հայրենիք։ Վարդերը կարնան, շուրթերով վարման, հոսում եմ կեզ հետ, սիրով անսաման, կեզ մով եմ միայն, զվարդ երջանիկ, անուշ հայրենիք, քնքուշ հայրենիք, կեզ մով եմ միայն, զվարդ երջանիկ, անուշ հայրենիք, քնքուշ հայրենիք։ Ես էլ մի հասկեմ քո կյանքի արդում, սիրտս մի արդույթ քեզ երգեք արդում, քեզ մոտ միայն որդիդ երջանիկ, անուշ հայրենիք, քնքուշ հայրենիք, քեզ մոտ միայն որդիդ երջանիկ, անուշ հայրենիք, քնքուշ հայրենիք։ Ես էլ մի հասկեմ քո կյանքի արդում, սիրտս մի արդույթ քեզ երգեք արդում, քեզ մոտ միայն որդիդ երջանիկ, անուշ հայրենիք, քնքուշ հայրենիք, քեզ մոտ միայն որդիդ երջանիկ, անուշ
14 օրվա այս նավաբդույթի առաջին անգարը Վիետնամն է, ուր կհասնենք վաղը առավոտյան, ուրեմն մնացեք մեզի հետ։